Պողոս առաքյալի թուղթը Եփեսացիներին գլուխ 2 Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով, որովհետև շնորհով փրկվեցինք։ Նրա հետ հարություն տվեց մեզ և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք բոլոր դարերում ցույց տա իր շնորհի անչափելի մեծությունը մեր նկատմամբ քաղցրությամբ ի Քրիստոս Հիսուս, որովհետև Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով, և այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծուն, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա, որովհետև նրա արարածներն ենք, Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք։ Ուստի և դուք հիշեցեք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն անթլպատ էիք, այդպես էիք կոչվում մարմնի վրա ձեռքով կատարված թլպատություն չունենալու պատճառով, քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք և հեռացած Իսրայելի քաղաքացիությունից, օտարացած խոստման ուխտերից և ոչ մի հույս չունեիք և առանց Աստծու էիք աշխարհում։ Իսկ այժմ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորդը, թշնամությունը և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ, քանզի թշնամությունն սպանեց իր խաչով։ Եվ եկավ խաղաղություն ավետարանեց ձեզ հեռու եղողներիդ և խաղաղություն մոտ եղողներիդ, որովհետև նրանով է, որ երկուսս էլ արտոնություն ունենք մերձենալու Հորը մեկ հոգով։ Ապա ուրեմն օտար և պանդուխտ չեք, այլ համաքաղաքացի սրբերին և ընտանի Աստծուն, կառուցված առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է։ Նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու, Սուրբ Հոգու միջոցով։